Հարկնեժդեհին և ազատություն ապստամբ հայրենատեր սասնացռերից։ Գիտեք չէ, որ սասնացռերը թրքաբոլշևիկյան ռեժիմի դեմ ապստամբելու հետևանքով հայտնվել են բանտերում և մինչև օրս տղաների մի որոշ մաս դեռ բանտերում է։ Եվ ձեզ ասեմ, որ սիրելի հայրենակից դուք ձեր ներդրումները երբ որ կատարում եք բևեռի օգտին, բևեռը այդ գումարներից նաև սասնացռերի առողջության կամ որոշակի առաջին անհրաժեշտության կարիքների բավարարման համար այդ գումարից մասանումներ է կատարում և ծախսեր է կատարվում, բանտային ծախսեր, առողջական խնդիրների ծախսեր, վարչական վարույթների հետ կապված։ Հիշում ենք վերջերս դուք շատ արագ կազմակերպեցիք, օգտակար եղաք մեզ և մենք այդ դրամահավաքը կատարեցինք և հարկադիր կատարածների մուտքը դեպի սասնացռերի տուն կասեցվեց, որովհետև գնալու էին գույք բռնագանձելու։ Ասելս են է, որ մեր գործունեությունը, ձեր կողմից ներդրվող գումարը դուք գիտեք չափը, որովհետև մենք դա չենք թաքցնում, անմիջապես էկրանին է հայտնվում անուն ազգանունով փողի չափով, եթե ներդրողը ցանկանում է իր անունը երևա, անմիջապես դա երևում է և դուք տեսնում եք դրա ծավալը, ընդհանուր ծավալը, որ դա ասենք երևելի գումար չէ, բայց մենք կարողանում ենք տեղավորվել այդ գումարի մեջ, պահել լոբիստական կազմակերպություն, որը իմիջիայլոց վերջերս ավելի ծանր վիճակում է հայտնվել, որովհետև ինքը մենակ պայքարում է տասնյակ ադրբեջանական և թուրքական լոբիստական կազմակերպությունների դեմ, որոնք փորձում են Հայաստանի դերը արժեքը նվազեցնել Ամերիկայում, իսկ Հայաստանը որպես այդպիսին որևէ լոբիստական կազմակերպություն չի վարձել հակադարձելու թուրքերին, կարծեմ մի հատ այն մնում է դեռ թե չգիտեմ Նիկոլ Փաշինյանը, այսինքն կառավարության կողմից վարձած լոբիստական կառույցը, որը գովերգում է Նիկոլի գործունեությունը, այսինքն ավտոմատ դուրս է գալի, որ նորից ի օգուտ թուրքերի աշխատում, որովհետև Նիկոլը բացառապես գործում է թուրքերի հրահանգով։ Ասելս են է, որ կարիք կա, անհրաժեշտություն կա, ես գիտեմ, որ մարդիկ սիստեմատիկ օգնում են, խոսքը այդ մարդկանց չի վերաբերում, խոսքը այն մարդկանց է վերաբերում, ովքեր տարվա մեջ մեկ կամ երկու անգամ են նվիրատվություն կատարում, կխնդրեի, որ եւս մեկ անգամ ծռերի հետ խնդիրներ են առաջացել առողջական եւ բանտային ծախսերի, կխնդրեի, որ աջակցության ծավալը որոշակի առումով ավելացնեք, իսկ եթե մարդիկ կան, որ ընդհանրապես չեն մասնակցել այս գործընթացին, բայց համակրում են սասնացռերին, կխնդրեի նրանք նույնպես միանան այս ներդրմանը։ Եվ այսպես անցնելով առաջ, ասեմ, որ ձևավորված թրքաբոլշևիկյան կառույցը, որը խորհրդարան է կոչվում, սկսում է իր բամբասանք շոուն, բայց դա իրականում այն համագործակցությունն է, որով երկուսը միասին քնեցնում, լռեցնում և սթափ մարդուն էլ զայրացնում են, որովհետև այս անգամ կարծես խորհրդարանում հավաքվել են ավելի պրոֆեսիոնալ սրամիտ, ասենք, մեկը մյուսի հանցանքները, սխալները, խախտումները, ասենց ավելի ցցուն ներկայացնող, թիրախավորող անհատներ են հայտնվել, ճարպիկներ, և թե թրքաբոլշևիկյան, ասենք, ռուսահապատակ թևում, թե թրքաբոլշևիկյան թրքահապատակ թևում հայտնվել են մարդիկ, որոնք շատ էֆեկտիվ ներկայացնում են դիմացինի հանցանքն ու թերությունը, և ակամայից խորհրդարանն էլ բացառապես դրանցից է բաղկացած, ակամայից ստացվում է այնպես, որ մեր ժողովուրդը ընտրել է երկու հանցագործ խմբակցության, դավաճան կասեք, բանսարկու կասեք, այդպես է, այն մարդը, ես էլի եմ ասում, որ քարոզարշավի շրջանակներում հարցումներ էին անում և լուրջ քանակ էր կազմում ոչ նախկին, ոչ ներկա այս քաղաքական միավորներին աջակցողների թիվը լուրջ քանակ էր և նրանք խորհրդարանում ներկայացված չեն, որից է ուշ դրանցից դուրս ներկայացված չէ։ Այդ կորավ այդ ձեները, հասկանալի է,
այն գիշերվա որ ընտրությունների գիշերը Նիկոլը հենց ընթացքը տեսավ ինչույցին է եւ ասեն այդ ընթացքը ոչ միայն Նիկոլի համար է վատ եղել, նաեւ իմ պատկերացմամբ իհարկե վատ է եղել նաեւ ռուսահապատակ թևի համար, որովհետեւ այն ինչ որ Նիկոլն արեց, սարքեցին, շիքեցին, դա նաեւ իրենց էր ծառայում, որովհետեւ իրենք սկզբից այսպես ծղրտացին, բայց հետո հարմարվեցին, անգամ Ծառուկյանի ձայներն էլ կիսեցին իրար մեջ, լռեցին։ Եթե այդ պահին լիներ մի նոր ուժ, ով ի վիճակի լիներ մտներ այդ խաղի մեջ եւ տեսներ, կարող է եւ հասկանային, որ այս խորհրդարանը պետք է այսպես չլիներ եւ այս երկուսն էլ պետք է ամենաշատ ձայները հավաքած չլինեին։ Շատ չծավալվելով ասեմ, որ ձևավորվել է մի քաղաքական մարմին, այսինքն խորհրդարան, որի համար Արցախը Հայաստան չէ, իսկ սա Հայաստանի կործանող մոտեցում է։ Եթե խորհրդարանը պետության թիվ 1 կառույցը այն կարծիքին է, որ Արցախը Հայաստան չէ, նշանակում է մենք գլուխներս ինքնակամ դրել ենք ինչ-որ մեկի սրի տակ, ինչ-որ մեկի չէ, ռուսների եւ թուրքերի։ Մեր երկրում այս վիճակն է։ Եվ Սասնա ծռերի ապստամբությունը ժամանակին, երբ որ կատարվեց, հենց կատարվեց, որ Կրեմլը ինքնակամ, եթե առաջ Կրեմլը միանձնյա էր որոշում Հայաստանի ճակատագիրը, արտաքին թե ներքին, միանձնյա որոշում էր, եւ ծռերի ապստամբությունը ուղղված էր հենց այդ վիճակից դուրս գալուն, որտեղ որոշել են Արցախը պետք է հանձնեն 16 թվականին, որին դեմ էին ծռերը։ Հիմա արդեն Ադրբեջան եւ Թուրքիան հավասար իրավունք ունեն ռուսների հետ այդ որոշումները կայացնելու։ Եվ ձեզ ասեմ, տարբերություն, ասենք Սերժիկի եւ Նիկոլի մեջ տարբերություն չկա այն բանը, որ Սասնա ծռերը ապստամբել են Սերժիկի օրոք, դեռ բանտում են Նիկոլի օրոք։ Այսինքն սա նշանակում է, որ Սասնա ծռերը ում դեմ որ ապստամբել էին, դրանք դեռ իշխանության են։ Տարբերություն չկա, չնայած կա տարբերություն։ Սերժիկի օրոք մենք հայրենիք չէինք կորցրել, հայրենիքից մաս չէինք կորցրել, որքան էլ որ մենք Ռուսաստանի կամ Կրեմլի կամակատարն էինք, ինքնիշխան չէինք, ինչպես հիմա, բայց հայրենիքի այդ մասը չէինք կորցրել, մեր լավագույն տղաներին չէինք կորցրել, ինչ որ սրանց օրոք ենք կորցրել, մեր զորքը, մեր բանակը չէինք կիսել, ինչ որ այս օր է, մեր հավատը չէինք խոցել, վնասել, ոչնչացնում, ինչպես հիմա են անում, մեր կրթությունը, մեր մշակույթը չէր ավերվում այն աստիճան, ինչ որ հիմա է արվում, այսինքն Նիկոլի գալով ավելի ծանր վիճակում ենք հայտնվել, կորցրել ենք հայրենիք, երիտասարդություն, զենք, զորք, հավատ, մենք այսօր եկեղեցի են հալածում արդեն, հասկանում եք, ամեն ինչ այսպես մեծ առումով դրված է քանդելու process-ի վրա, եւ այդ խորհրդարանը, որ ձևավորվել է, այս նույն խորհրդարանն է, ինչ որ տարիներ առաջ էր, որ Արցախ հայաթափեց, եւ սրանք էլ ոչ մի լուրջ դիմադրություն, որովհետեւ Տաշիր Սամոյի թիմն էլ ասում են գործը մեկից, պահանջ չունենք, չեն խոսում մեր ստանալիքների մասին, այսինքն եթե վաղը Տիգրանաշենը հանձնեն Ադրբեջանին, նրանք քարտեզ, բոլշևիկյան քարտեզին նայելու են, ասենք այդ Տաշիր Սամոյի աղբոր տղեն կլինի կամ Քոչարյան Ռոբերտի տղեն կլինի, նայելու են, ասեն, հա դե բանը բոլշևիկները ժամանակին սա տվել են Ադրբեջանի, դե Ադրբեջան, տվեք իրենց։ Ասելու են, ասենք ոնց որ ինչ որ Նիկոլն անեն, նրանք չեն ընդդիմանալու, որովհետև իրենց խոսույթը, ասույթը հենց դրան է ուղղված։ Այսինքն համագործակցությունը հենց այդտեղ է երևում սրանց համագործակցությունը։ Եվ հայ ժողովրդին զբաղեցնում են, այնպիսի մեղադրանքներ են իրար հասցեելու, մարդը նստած լսում է, էլի, որ այսինքն եթե Քոչարյանի տղան սրան ասում է հանցագործ, նա Քոչարյանի տղային ասում հանցագործ, երկուսով էլ հիմնավոր ասես ապացույցներով խոսում են, այսինքն ստացվում է որ երկուսն էլ հանցագործ են։ Ու ստացվում է որ հայ ժողովուրդը հանցագործների է տարել խորհրդարան։ Հասկանու՞ք, իսկ դա հնարավոր չէ։ Ուղղակի հնարավոր չէ։ Այսինքն ընտրությունները կեղծվել են չափազանց ծանր ձևով։ Սարսափելի ծանր ձևով կեղծվել է մեր ընտրությունը։ Ուրեմն մեր նպատակը պետք է լինի այս
այս իրավիճակում պարտադիր հրաժարվել, արդեն իսկ ցուցադրել կամային հատկանիշ, որ հրաժարվում ենք մենք այս խորհրդարանից։ Եթե մենք պնդենք, ասենք, բացեք այդ քվեաթերթիկները, չգիտեմ, ես համոզված եմ, որ Նիկոլը այնտեղ ոչ թե, ասենք, տրցակի վրայից sense վերցել դրել այնտեղ նորը տպել են, երևի տարել տեղադրել են այն բաներն էլ դրել են, որովհետև եթե հանգարց գործ բացվի եւ դրեն ստուգեն, ավելի ծանր հետևանքներ կարող են ունենալ։ Դրա համար օրերով չէին հայտարարում, պահում էին, որովհետև այնտեղ գործ էին անում։ Ես ընդհանրում եմ դա, որովհետև դա եթե մի օր բացվի եւ տեսնեն, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Տաշիր Սամոն, չբացառվում Մանցովիկ շեմ հազիվ հաղթահարած լինեն, 4 կամ 5% հազիվ հաղթահարած լինեն, այդպիսի վիճակում հայտնված լինեն եւ իրենք այդ հետքերը պիտի մաքրած լինեն։ Ուստի պետք է մենք հասկանանք, Ռուսաստանի անկումը իսկապես շատ է մոտենում։ Ադրբեջանը որփանալու է։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ծնողներից մեկը Ռուսաստանը արդեն դաշնակից չունի, որովհետև ինքը բացառապես մնացել է Հյուսիսային Կորեայի հույսին։ Մենակ բացահայտ Հյուսիսային Կորեան է օգնում Ռուսաստանը, մենք տեսնում ենք։ Թուրքիան էլ այն ընտանիքի, որ ընտանիքի անդամ որ կար, այսինքն ՆԱՏՕ-ի անդամ էր, ինքը արդեն այդ ընտանիքում տեղ չունի, որովհետև ինքը զգաց, որ այնտեղ ինքը մնացել է մենակ։ Եվ նոր դաշինք է կազմում, որը ավելի նվազ, ավելի թույլ կառույց է, քան ՆԱՏՕ-ն։ Այսինքն Թուրքիան նույնպես որփանում է։ Իսկ այս պարագայում Ալիևը պետք է արագացնում է մեր ինքնության ոչնչացումը, որ հերթը հասնի, որ Հայաստանը արդեն պետք լինի, պետք է ասեն ինչ հայ։ Սրանք հայեր չէ։ Հայ եղել, բայց սրանք հայեր չեն։ Շատ արագ տեմպերով է մեր ինքնության հարվածը հիմա սկսել հասնել։ Եկեղեցու այդ արշավը, որ ավելի խստացավ ընտրություններից հետո կրթության հանդեպ կգնա, չզարմանաք, որ մի օր մեզ արգել են Քոչարի ապարել անգամ։ Դե ասեն, դա ձեր պարը չի, չպարեք էլ։ Չէ՞ ոնց որ ասում են, հիշում եք որ ասում էին 300,000 ադրբեջանցիների վերադարձ, ասում են այդ լկտի սուտ է, չէ՞ Նիկոլը։ Այսօր ինքը դրել է այդ սուտը դրել է նժարի վրա, ասում է դուք մի ասեք Արցախահայության վերադարձ, որ իրենք էլ չասեն 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Այդ լկտի սուտը, որ ասում են լկտի սուտ է, այսօր ինքը դրել է նժարին այդ սուտը արդեն։ Այսինքն ըստ իրեն դա սուտ չէ։ Եվ հետաքրքիր է ինքը ոնց է որոշում, որ եթե հանգարց մենք Արցախահայերի վերադարձից չխոսենք, թուրքերը իսկապես 300,000 ադրբեջանցիներ չեն խոսելու։ Որտեղից իրեն այդ վստահությունը, կամ ոնց է ինքը Ադրբեջան, ասենք Իլհամին կառավարելու, ասել է չասեսել։ Երբ որ Իլհամը ընդհանրապես այդ 300,000 թուրքը նրա համար դնցեական չեն։ Նա Հայաստանն է ուզում, ինչ 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Նա ամբողջ Հայաստանն է ուզում։ Եվ շտապում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի կորսանման ժամանակ ինքը չի կարողանալու այլ բան անել։ Ուղղակի պետք է ասես մերն է, մենք ենք եկել ենք սարքել ենք Հայաստան, բայց սա ինչ հայ, ինչ բան։ Սպանում են հայի ինքնությունը, ոչնչացնում են։ Եվ ասեմ, այդ ռուսահապատակները ոչ մի բան չեն կարող, այսինքն սա ռուս-թուրքական առևտուր է, նրանց հրահանգավորված է, որ այն ինչ որ Նիկոլն անում է, դա պետք է իրենց։ Ցույց կտակ, որ դեմ եք, չգիտեմ, քացի կանեք, բայց ոնց որ Արցախը հայաթափելու ժամանակ, բայց սա պետք է տեղի ունենա։ Հիշում եք, չէ՞ Կովկասի գերուհին, այն որ Հարսնացուի առևանգում կազմակերպեցին, չէ՞ որ միլիցիոներն ասում է, ինչ եք անում, ասում է հարսին ենք փախցնում, այս ավանդական, որ ասում է, ինչ ես բանում, գնացեք ձեր ոչխարը կերեք, ինձ էլ կհրավիրեք։ Մենք այդ վիճակին ենք հայտնվել։ Այսինքն իբր Հարսնացուն համաձայն է իրեն փախցնեն, բայց ինքը ուղղակի ձևեր է թափում, դիմադրում է։ Այս վիճակն է խորհրդարանում, Կովկասի գերուհու վիճակը։ Ստապեղեք իսկապես շատ արագ շատ բան կարող է փոխվել։ Ու չպետք է լինի ռուս-թուրքական դաշինք Հայաստանում, չպետք է լինի, որովհետև դա մեր կործանումն է։
Մնաք խաղաղությամբ։